ԱՄՆ-Ուկրաինա ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը չի ներառում Կիևի անվտանգության երաշխիքներ, այս մասին գրում է ամերիկյան New York Times թերթը, հղումանելով աղբյուրներին։ Բանակցություններին ծանոթ միանց խոսելով անանունության պայմանով ասել է, որ վերջնական համաձայնագիրը չի ներառում ԱՄՆ-ի ապագա անվտանգության օգնության հստակ երաշխիքներ։ Մեկ այլ մարդ ասել է, որ Միացյալ Նահանգները մերժել է այդ գաղափարը գործընթացի սկզբում, ասվում է հրապարակման մեջ։ Ըստ պարբերականի, գործարքը մեծ իմաստ չի ունենա, եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները շարունակվեն։ Բրազիլիայում 116 տարեկան հասակում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը, հաղորդում է BMF TV-ն։ Աշխարհի ամենատարեց միանձնուհին, բրազիլիացի միանձնուհի Ինա Կանաբարո Լուկասը մահացել է չորեքշաբթի, ապրիլի 30-ին 116 տարեկան և 326 օրական հասակում, ասվում է հայտարարության մեջ։ Կինը ծնվել է 1908 թվականի հունիսի 8-ին Սան Ֆրանչեսկո դ'Ասիզի քաղաքում։ Իր 110-ամյակի օրը միանձնուհին օրհնություն է ստացել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսից, ով մահացավ ապրիլի 21-ի առավոտյան 89 տարեկան հասակում։ Այժմ երկրի վրա ամենատարեց կինը անգլուհի Էթել Քեթերհեմն է, որը բնակվում է Սուրեյում։ Նա այժմ 115 տարեկան 252 օրական է։ Կաշառքի գործով անցնող դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Դատավորը ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան նրա աշխատասենյակում խոզարկություն իրականացնելու։ Դրանից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել է բարձրագույն դատական խորհրդին։ ԲԴԽ-ն երկու միջնորդություններն էլ բավարարել է, որից հետո Գաբրիելյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել, ապա նրան կալանավորելի միջնորդություն ներկայացվել դատարան, որը փաստորեն բավարարվել է։ ԲԴԽ-ն մեկ այլ որոշմամբ էլ կասեցրել է դատավորի լիազորությունները, հաշվի առնելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Երկրաշարժ Գավառ քաղաքից քիչ հեռու։ Մայիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 07:47-ին գրանցվել է Գավառ քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.8 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Կշահի թե կկորցնի Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվա գնալով։ Թեմային Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում անդրադարձել է ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։ Փաշինյանը դեռ ԵԱՏՄ անդամ եկել ղեկավար է, դեռ նուգոնը ֆորմալ ՀԱՊԿ անդամ եկել եւ ԱՊ անդամ եկել Հայաստանը։ Բայց դեռ այլ հաց է։ Իմ կարծիքով Փաշինյանի այդ գործողությունները բացատրում են մեկ պատճառ ունեն, որովհետեւ հստակ մենք տեսնում ենք այդ ռազմավարությունը հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, բայց միևնույն ժամանակ փորձում են այնպես անել, որպեսզի այդ գործընթացը իշքան կարելի անվտանգ լինի իր անձնական իշխանության համար։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, նույնիսկ ինչու է այս տարի գնալու մայիսին հետ շքեթն, որտեղ հոբելյանական է, մեծ ուշադրություն, մեծ շուկով են անելու Մոսկվայում, ու գիտեք, որ տարբեր երկրներից առաջնորդներ են գալու, նույն Չինաստանի նախագահան եւ այլն։ Եվ արդեն չգալը դա արդեն կարելի ասել պատերազմի հայտարարություն է լինելու ուղղակի։ Եվ դրան կարող են արդեն հետևել պատասխան գործողություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Քաղաքակրթությունը ձևավորվելու ու զարգանում է աշխատանքի արդյունքում եւ աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի եւ հանրության կյանքն ավելի լավը դարձնել։ Ասվածի մեջ բանալի արտահայտությունը հնարավորեն է։ Աշխատանքն իհարկե անհատի եւ հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետեւ գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի, շարունակաբար զարգացող հմտության, այսինքն կրթության ու կրթվելու վրա։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին նշել է, նա փորձում է նստել 4 աթոռի վրա։ Նիկոլը այո, ինքը վարում էր հակառուսական քաղաքականություն, իր դեռևս մինչև անգամ իշխանության գալը եւ իշխանության գալուց հետո դա արդեն շատ ավելի արտահայտիչ էր եւ շատ ավելի վնասակար, բայց նա ժամանակ առ ժամանակ փորձում է նստել 2 աթոռի, 3 աթոռի,
անգամ 4 աթոռի վրա։ Եվ ամերիկացիների հետ կապ պահել, եւ ԵՄ-ի, եւ Ռուսաստանի, եւ Թուրքիա, Ադրբեջանի, նրան երբեք դա չի հաջողվել եւ չի հաջողվելու, որտեղ աշխարհը այն չէ, որ կարողանաս այդպիսի քաղաքականությամբ առաջ գնալ։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը վեճի է բռնվել Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա անող ակտիվիստների հետ, վիրավորել նրանց ու փորձել ձեռնափայտով հարվածել։ Այս մասին հայտնել է Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը։ Վահագն Ալեքսանյանն էլ անդրադարձել է աղմկահարույց միջադեպին, նշելով. Բողոքի ակցիա իրականացնող մի խումբ հանդիպելով խանութից վերադարձող 70 անց մորս փորձում են թևից քաշելով համոզել, որ ստորագրի իրենց պահանջագրի տակ։ Հնդածը սպառզում են, որ իմ մայրն է, շրջափակում են, ձայներ հանում, վիրավորում։ Հայտարարում եմ, ստանալու է քաղաքական պատասխանը, նշել է Վահագն Ալեքսանյանը։ Ժնևում միավորված ազգերի կազմակերպության համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկեր Տուրկի հետ։ Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը կարևորել է հումանիտար բնույթի հարցերի, մասնավորապես անհետ կորածների ճակատագրերի բացահայտման եւ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդարված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը, հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Իսրայելում անտառային հրդեհներ են։ Որոշ վարորդներ իրենց մեքենաները թողել են Թել Ավիվը եւ Երուսաղեմը միացնող ճանապարհին ու փախել։ Առնվազն 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանք թունավորվել են Շմոլ գազից։ Բանակը ներգրավել է մարդկանց փրկելու համար։ Իսրայելը օգնություն է խնդրել առնվազն 5 երկրներից՝ Հունաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Իտալիայից եւ Կիպրոսից։ Միացյալ Նահանգները պատրաստ էր ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել դեռևս չորեքշաբթի օրը, սակայն Կիևը խափանեց այդ ծրագիրը։ Ուկրաինական կողմը վերջին պահին առաջարկել է փոփոխություններ կատարել ընդերքի մասին համաձայնագրում, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նիստում։ Մեր կողմը պատրաստ է ստորագրել, ուկրաինացիները երեկ երեկոյան որոշեցին վերջին րոպեին որոշ փոփոխություններ կատարել, ասաց ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Նա հույս հայտնեց, որ Կիևը կվերանայի իր որոշումը եւ այդ դեպքում կողմերը կկարողանան ստորագրել համաձայնագիրը։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել 7 կազմակերպությունների նկատմամբ, որոնք մեղադրվում են իրանական նավթի եւ նավթաքիմիական ապրանքների առևտրի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում։ Բացի այդ, երկու նավ ճանաչվել են որպես արգելափակված սեփականություն։ Նախագահը մտադիր է առավելագույն ճնշման արշավի շրջանակներում Իրանից նավթի եւ նավթաքիմիական արտադրանքի անօրինական արտահանումը, այդ թվում Չինաստան զրոյի հասցնել, ասել է Ռուբիոն։ Բացի այդ, պետդեպարտամենտը հայտարարել է բեռնափոխադրումների կառավարող մեկ ընկերության դեմ սահմանափակումների մասին։ Այդ ընկերությունը մեղադրվում է Իրանից հումքի էներգիայի մատակարարման շղթայում առանցքային դեր խաղալու մեջ։ Ռուբիոն վստահեցրել է, որ քանի դեռ Թեհրանը շարունակում է եկամուտներ ստանալ նավթի վաճառքից, ապա կայունացող եւ ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու համար Միացյալ Նահանգները չի դադարեցնի քայլեր ձեռնարկել ինչպես Իրանի, այնպես էլ պատժամիջոցներից խուսափող նրա գործընկերների դեմ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ երկիրը պատրաստ է 60 կամ 90 օրով հրադադար հաստատել։ Եթե Ռուսաստանը համաձայնի այս տարբերակին, այնուհետև ըստ նախարարի բանակցությունները կարող են սկսել ցանկացած ձևաչափով, որը կբերի խաղաղություն։ Ռուսաստանը կարող է ցույց տալ խաղաղ բանակցությունների իր անկեղծ պատրաստակամությունը, համաձայնվելով առնվազն 30 օրվա իրական հրադադարի։ Եթե Ռուսաստանը պատրաստ է 60 կամ 90 օրյա հրադադարի, մենք նույնպես պատրաստ ենք, ասել է Ուկրաինային արտաքին գործերի նախարարության տելեգրամ ալիքում Անդրեյ Սիբիգան։
ԱՄՆ տնտեսությունը 2025 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է ներմուծված ապրանքների հոսքի պատճառով, որոնք ձեռք են բերվել բարձր ծախսերից խուսափելու համար ձգտող բիզնեսների կողմից։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Այս հրապարակման հեղինակները համոզված են, որ նման վիճակագրությունը ընդգծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաոսային սակագնային քաղաքականության ապակառուցողական բնույթը։ Համախառն ներքին արդյունքը հնան նվազել է 0.3%-ով, չնայած տնտեսագետները նախկինում կանխատեսել են այս ցուցանիշի աճը։ Այնուամենայնիվ մարտ ամսին ապրանքների առևտրի դեֆիցիտը մեծացավ, հասնելով պատմական առավելագույնի։ Բացի այդ, սպառողների վստահությունը մոտեցել է 5 տարվա ամենացածր մակարդակին, իսկ գործարար տրամադրությունները կտրուկ վատթարացել են։ Գնաճը աճել է եւ կանխատեսվում է, որ այն կշարունակվի աճել ամբողջ տարվա ընթացքում։ Ակտիվիստ Արթուր Չախոյանը կհոսպիտալացվի, այս մասին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։ Արթուր Չախոյանի հետ իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է առկա է անհրաժեշտություն, որ վերջինս հոսպիտալացվի, ասել է նա։ Ավելի վաղ Երևանի նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել Արթուր Չախոյանին։ Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից։ Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թվականի մայիսի 5-ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Հայտագրումը կիրականացվի 3 փուլով։ Քննարկվում է շտապօգնության մեքենաներին տեսախցիկների տեղակայման հարցը։ Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարն անդրադարձել է բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերին, մասնավորապես օրեր առաջ շտապօգնության ծառայության աշտարակի բրիգադի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգության դեպքին։ Հայաստանում նախատեսվում են շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության մեխանիզմներ ներդնել։ Բռնության նկատմամբ մենք բոլորս պետք է զրո հանդուրժողականություն ունենանք, անկախ նրանից, թե բռնության հեղինակն ով է եւ ում նկատմամբ է այն կիրառվում, շեշտել է նախարարը, ընդգծելով, որ հետևողական են, որ քրեական գործերի հարուցման շրջանակներում այդ անձին հավոր պատշաճի պատասխանատվություն կրեն։ Սակայն նախարարը կարծում է, որ շտապօգնության մեքենաների կահավորման հետ կապված եւս պետք է փոփոխություններ արվեն։ Արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկների տեղակայման հարցը, որ թե չզիջելու, թե այլ հարցերի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք, ասել է Ավանեսյանը։ Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահ Ռամչանդրա Պաուդելին։ Նեպալում ՀՀ դեսպանը հանդես է եկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի ներդրման պատրաստակամությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպանը ներկա են եղել Նեպալի ԱԳ նախարարը, նախագահի միջազգային հարաբերությունների խորհրդականը, բանակի գլխավոր շտաբի պետը, ԱԳՆ քարտուղարը, նախագահի աշխատակազմի քարտուղարը եւ այլ պաշտոնյաներ։ Աֆյանն այցելել է նաև Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսության տարածք, ծանոթացել համապատասխան գործունեության ծավալման հնարավորություններին։ Կառավարության ապրիլի 39 նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարյան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի վերակառուցմանը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդանյանի խոսքով համաձայնագրով Ասիական զարգացման բանկը կհամաֆինանսավորի ծրագիրը 236 միլիոն դրամ եվրոյի չափով։ Սիսիան-Քաջարյան ճանապարհահատվածը բաժանվել է 3 ենթահատվածի՝ հյուսիսային, Բարգուշատի թունելի եւ հարավային հատվածների։ Ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2033 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 30-ին տեղի կունենա աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը։ Բարսելոնան Կատալոնիայում ուժերը կչափի Ինտերի հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Պակիստանի զորքերը չորեքշաբթի գիշերը խախտել են հրադադարը Հնդկաստանի հետ միջազգային սահմանին։ Այս մասին հայտնում է հնդկական անի գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրները։ Մինչև 3 առավոտ Պակիստանի բանակը խախտում էր հրադադարը միայն վերահսկողության գծի երկայնքով։ Սակայն այժմ նրանք սրել են իրավիճակը, խախտելով հրադադարը միջազգային սահմանների երկայնքով գիշերը, կրակ բացելով Ջամուի Պարագվալ հատվածում։ Միջազգային սահմանի երկայնքով ասել են աղբյուրները։ Պարագվայի հատվածը գտնվում է Ջամու եւ Քաշմիր
Քաշմիր հնդկական միության տարածքի Ջամու շրջանում վերահսկման գծից հարավ։ Այն գտնվում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև պաշտոնապես ճանաչված միջազգային սահմանի երկայնքով։ Ավելի վաղ հնդկական բանակը հայտնել էր, որ Պակիստանի զորքերը ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Ջամուի եւ Քաշմիրի միութենական տարածքում գտնվող Նովշերա, Սունդերբանի եւ Ախտուր հատվածների դիմաց հսկողության գծի վրա կրակ են բացել փոքր զենքերից։ Հնդկական բանակի զորքերը պատասխանել են արագ եւ համաչափ, ասել են հնդկական զինվորականները։ Եվրոպական երկրները ամենայն հավանականությամբ չեն կարողանա հավաքել նույնիսկ 25,000 զինվորական։ Ռուսաստանին զսպելու առաքելության շրջանակներում Ուկրաինա ուղարկելու համար անձնակազմի եւ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Այս մասին հայտում է Times Third-ը վկայակոչելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Սովակալ Թոնի Ռադակինը դիմել է եվրոպացի գործընկերներին հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինա պետք է ուղարկվի 64,000 զինվորական։ Ապրիլի սկզբին նա հայտարարեց, որ Լոնդոնը պատրաստ է ուղարկել մինչև 10,000 զինվոր եւ Ֆրանսիան նշեց նույն թիվը։ Եվրամիության պաշտպանության նախարարները մտահոգություն են հայտնել Մեծ Բրիտանիայի պլանների վերաբերյալ ապրիլի 10-ին կայացած կամավորների կոալիցիայի հանդիպմանը։ Հայտնել են աղբյուրները։ Նրանք ասել են, որ 64,000 զինվոր հավաքելու շանս չկա եւ որ նույնիսկ 25,000 հոգին խթան կհանդիսանա համատեղ ջանքերի համար, գրում է թերթը։ Դաշնակիցները բրիտանական պաշտպանության նախարարության ղեկավար Ջոն Հիլին նաև նշել են, որ եթե Ուկրաինա նման թվով զորքեր տեղակայվեն, անհրաժեշտ կլինի 2 տարվա ընթացքում 256,000 զինծառայող տրամադրել տեղում, հաշվի առնելով ռոտացիան եւ դրա իրականացման հնարավորությունը նրանց կարծիքով կասկածելի է։ Իսպանական Red Electrica էլեկտրացանցերի օպերատոր Բեատրիս Կորեդորը կարծում է, որ սխալ է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումը կապել վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրման հետ։ Սխալ է երկուշաբթի օրը տեղի ունեցած շատ լուրջ միջադեպը կապել վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրման հետ։ Ասել է նա Կադենա Սեր ռադիոկայանին, վերականգնվող էներգիայի աղբյուրները հուսալիորեն աշխատում են։ Սա 50 տարվա մեջ առաջին անգամն է, որ դա տեղի է ունենում, ավելացրեց Կորեդորը։ Մենք պետք է մանրակրկիտ հետաքննենք, թե որն է եղել պատճառը։ Նա նաև վստահեցրել է, որ օպերատորի նախնական զեկույցները կիբերհարձակման որևէ նշան չեն հայտնաբերել։ Ինչպես հայտում է El Mundo թերթը, 2020 թվականի սեպտեմբերին Red Electrica-ի տեխնիկները ներկայացրել են ազգային էլեկտրական համակարգի հեռանկարների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի այցելի Մոսկվա մասնակցելու հաղթանակի օրվա տոնակատարություններին Պահալգամում հնդկական միության Ջամու եւ Քաշմիր աբեկչությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Վարչապետը Մոսկվա չի գնա հիմա այսպիսի իրավիճակի որոշակի իրադարձություններ են տեղի ունենում։ Արձագանքել է գործակալության աղբյուրը նկատի ունենալով Ջամուում եւ Քաշմիրում տեղի ունեցած աբեկչությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի գա Մոսկվա հաղթանակի օրվա կապակցությամբ երկիրը ներկայացված կլինի այլ մակարդակով ապրիլի 9-ին Հնդկաստանին։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մոդին հրավեր է ստացել այցելել Մոսկվա մասնակցելու հաղթանակի օրվա տոնակատարությունների եւ նրա ուղևորությունը կհայտարարվի ժամանակին։ Իտալիայի արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Անտոնիո Տայանին կարծում է, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցը պետք է ներառվի Ուկրաինայի հակամարտության կարգավորման համաձայնագրի եզրափակիչ մասում եւ այդ ժամանակ մենք կարող ենք ներգրավել Եվրոպային, քանի որ Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները պետք է լինեն համաձայնագրի վերջնական մասում, ասել է գերատեսչության ղեկավարը իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։ Նախարարը նշել է, որ եվրոպական երկրները պաշտպանում են Ուկրաինային, սակայն բանակցությունների սեղանի շուրջ կլինեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները եւ այդ ժամանակ մենք կարող ենք ներգրավել Եվրոպային, քանի որ Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները պետք է լինեն համաձայնագրի վերջնական մասում, ասել է գերատեսչության ղեկավարը իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ռուսական բիզնեսն արդեն սովորել է աշխատել պատժամիջոցների պայմաններում եւ կարողացել է գործարկել համագործակցության այլընտրանքային մեխանիզմներ այն օտարերկրյա գործընկերների հետ, ովքեր ցանկանում են աշխատել Ռուսաստանի հետ։ Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել Եվրամիության 3 երկրների՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ Կարծում եմ, որ 3 եվրոպական երկրների դերը իրանական միջուկային ծրագրի արդյունքում նվազել է նրանց ворթեգրած սխալ քաղաքականության պատճառով։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցությունների փուլ անցկացնել Հռոմում մինչև ԱՄՆ-ի հետ բանակցությունները, ասել է նա CNN-ի եթերում։
Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումը կկայանա ուրբաթ օրը։ Եվրոպացիների հետ խորհրդակցությունները կշարունակվեն, սակայն գլխավորն այս պահին Վաշինգտոնի հետ բանակցություններն են, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում մայիսի 3-ին։ Հավելել է առողջին։ Ապրիլի 15-ին Թեհրան Times թերթը գրել էր, որ Եվրամիության 3 երկրները կարող են փորձել սաբոտաժի ենթարկել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը, քանի որ նրանք կարծում են, որ իրենք պետք է մասնակցեն դրան։ Վլադիմիր Զելենսկին բազմաթիվ հայտարարություններ է անում, որոնց մեծ մասն անհաջող է, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Չորեքշաբթի օրը Պեսկովը Մոսկվայում մասնակցում է ռուսաստանյան գիտելիք, հանրության գիտելիք առաջին դաշնային կրթական մարաթոնին։ Նրա ելույթի թեման է աշխարհի ազատագրումը նացիզմից ԽՍՀՄ դերը։ Զելենսկին շատ տարբեր հայտարարություններ է անում, որոնցից շատերը անհաջող են, ասել է նա լրագրողներին։ Չինաստանը մտադիր է վերացնել Եվրախորհրդարանի 5 գործող եւ նախկին անդամների նկատմամբ պատժամիջոցները ամերիկյան մաքսատուրքերի ֆոնին առևտրային բանակցություններն ապաշրջափակելու համար։ Գրում է Պոլիտիկոն, վկայակոչելով խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցչին։ Բարբերականի զրուցակցի խոսքով Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտ Մեծոսն այդ մասին կտեղեկացնի խմբակցությունների ղեկավարներին ապրիլի 30-ին փակ նիստի ժամանակ։ Վաշինգտոնը կարող է հրաժարվել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում միջնորդի դերից։ ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ վերջնագրի մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թամի Բրյուսը։ Նա ճեպազրույցի ժամանակ մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Պետքարտուղարն ինձ բոլորովին վերջերս է ասել Ուկրաինայի իրադրության մասին։ Այժմ մենք գտնվում ենք այն փուլում, երբ երկու կողմերը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն այն մասին, թե ինչպես վերջ դնել այդ հակամարտությանը։ Հայտնել է նա Ռուբիոյի խոսքով, եթե առաջընթաց չլինի, Միացյալ Նահանգները կհրաժարվի միջնորդի դերից, հավելել է Բրյուսը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները խաթարում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սա հերթական ապացույցն է այն բանի, որ հենց Զելենսկին եւ Ուկրաինայի իշխանության մյուս ներկայացուցիչները խաթարում են խաղաղության ջանքերը։ Գրել է նա. Խոսքը Զելենսկու ելույթի մասին է, նա հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր պատժամիջոցային քայլերի շուրջ բանակցությունների Որապես որոշում է Ռուսաստանի վրա ճնշման հենց այն կետերը, որոնք նրան առավել արդյունավետ կմղեն դիվանագիտության։ Եվրամիությունն կդառնա ավելի ուժեղ, անվտանգ եւ համախմբված Ուկրաինային եւ Մոլդովիային ընդունելով իր կազմում։ Այս մասին հայտարարել է Մոլդովիայի նախագահ Մայա Սանդուն Իսպանիայում ելույթի ժամանակ։ Մոլդովան եւ Ուկրաինան պետք է անդամակցեն Եվրամիությանն ոչ միայն այն պատճառով, որ մենք պատկանում ենք եվրոպական ընտանիքին, այլ նաեւ այն պատճառով, որ Եվրոպան կդառնա ավելի ուժեղ, անվտանգ եւ համախմբված, ընդունելով նրանց, ովքեր պայքարում են իրենց արժեքների համար։ Նման հեռանկարներ է նշել նախագահ Սանդուն նաև Ռուսաստանին մեղադրել է իբր կիբերհարձակումների եւ երկրում սպասվող ընտրությունների ֆոնին ընտրողներին կաշառելու մեջ։ Ռուսաստանի 3 քաղաքների Նիժնի Նովգորոդի, Իվանովոյի եւ Յարոսլավի օդանավակայանները ժամանակավորապես շվերտներ չեն ուղարկում եւ չեն ընդունում։ Այս մասին հայտնել է Ռուսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։ Նրա խոսքով սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Յարոսլավլի օդանավակայանում ուշացումներ չկան։ Միակ մեկնումն ու ժամանումը նախատեսված են ապրիլի 30-ի երեկոյան։ Իվանովո օդանավակայանում մեկնումներն ու ժամանումները նույնպես սպասվում են ավելի ուշ։ Նիժնի Նովգորոդի օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթի մեկնումը։ Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի Սեուլում գտնվող բնակարանում խուզարկություն է իրականացվում։ Այս մասին գրում է Yonhap գործակալությունը։ Բնակարանը գտնվում է Ակրովիստաշքեղ բնակարանային շենքում։ Հրատարակության տվյալներով այնտեղ աշխատում են դատախազության եւ քննչական վարչության աշխատակիցներ։ Ապրիլի կեսերին հաղորդվեց, որ Հարավային Կորեայի ոստիկանությունը ժամանել է Յունի բնակարան, ով մեղադրվում է խռովության փորձի մեջ քրեական գործի շրջանակներում խուզարկություն անցկացնելու համար։ Ոստիկանությունը հանդիպել է իմպիչմենթի ենթարկված նախագահի անվտանգության ծառայության դիմադրությանը, որը հրաժարվել է թույլտվություն տալ խուզարկության համար։ Իրավապահ մարմինները ժամանել են բնակության վայր, առգրավելու սերվերներ, որոնք ենթադրաբար պահպանում են հեռախոսազրույցների տվյալները։ Ուկրաինան միջոցներ ունի մայիսի 9-ին հաղթանակի շքերթի ժամանակ Մոսկվայի Կարմիր հրապարակին հարվածելու։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության եւ հետախուզության հարցերով հանձնաժողովի քարտուղար Ռոման Կոստենկոն։
Պատգամավորը նշել է, որ Կիևը ունի կարողություն նման հարված հասցնելու եւ Ուկրաինան ենթադրաբար ունի դրա համար անհրաժեշտ հեռահար զենքը։ Դրանից կարճ ժամանակ առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ակնկալել էր, որ ցանկանում է հարձակվել Մոսկվայում հաղթանակի շքերթի վրա։ Նրանք անհանգստացած են, որ իրենց շքերթը կասկածի տակ է եւ նրանք ճիշտ են, ասել է Զելենսկին։ Հնդկաստանը պլանավորում է ռազմական հարված հասցնել Պակիստանին առաջիկա 24-ից 36 ժամվա ընթացքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության տեղեկատվության եւ հեռարձակման նախարար Աթաուլլահ Թարարը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի նախարարի խոսքով Պակիստանի իշխանությունները հավաստի տեղեկություններ ունեն, որ Հնդկաստանը Փահալգամի միջադեպը որպես կեղծ պատրվակ օգտագործելով մտադիր է ռազմական հարված հասցնել առաջիկա 24-ից 36 ժամվա ընթացքում։ Թարարը շեշտել է, որ Պակիստանը վճռական պատասխան կտա ագրեսիայի ցանկացած ակտի։ Առավոտյան Նոր-Նորքի թաղապետարանի շենքում աշխատակիցները թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Ոստիկանական պաշտոնյան չի հայտնել, թե ինչու են բերման ենթարկում միայն Չախոյանին եւ ոչ թե նաեւ Տիգրան Տեր-Մարգարյանին։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ծեծկրտուքի միջադեպով 6 անձ է ձերբակալվել։ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում բերման ենթարկված Արթուր Չախոյանին փաստաբան Եփրիկյանի ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց հետազոտման։ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ միջադեպին արձագանքել են նաև Երևանի քաղաքապետարանից։ Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը եւ անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք եւս բռնության ձևեր են եւ չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում, ասված է պարզաբանման մեջ։ Դիլիջանում նախկին նախարարը մանկապարտեզ է սեփականաշնորհել, վերադարձրել ենք պետությանը։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավականու 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շաումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցողի հետ փոխկապակցված անձի։ Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա 2024 թվականի սեպտեմբերի 12-ին քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ եւ այդ վարույթի հետ զուգահեռ պրոցեսներում Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի եւ նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքի վերը նշված մանկապարտեզը վերադարձվել է համայնքին, ասել է վարչապետը։ Կառավարությունը 2 ամսով երկարաձգել է Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը։ 2025 թվականի ապրիլի 1-ից սկսած աջակցության իրավունքը տրվել էր այն տեղահանվածներին, որոնք ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն, ծանր ֆունկցիոնալ սահմանափակում 63 եւ բարձր տարիք, կորցրել են կերակրողին կամ սովորում են հանրակրթական եւ մասնագիտական հաստատություններում, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ, անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին, միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը։ Խոսքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 50,000 դրամի աջակցության ծրագրի մասին է։ Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել։ Նրա պաշտպանը պահանջում է անհապաղ վերացնել խափանման միջոցը։ Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 7-ին ձերբակալվել էր շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը։ Վերջինիս նկատմամբ ներկայացվել էր կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել էր այն, կիրառելով տնային կալանք։ Չնայած այս որոշմանը Արամ Գասպարյանի առողջական վիճակը շարունակաբար վատթարանում էր, որի մասին բազմիցս բարձրաձայնել էր նրա պաշտպան Արամ Վարդևանյանը, պահանջելով վերացնել խափանման միջոցը։
Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-ին եւ 2-ից 5-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում մայիսի 1-ից 3-ը, մայիսի 2-ից 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի եւ 4-ից 3-ը 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 2-ից 3-ն առանձին վայրերում հորդարատ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 7 աստիճանով։